Միակ մեր հույսը Ռուսաստանն է։ Շատ լավ դաշնակից է, իմիջիայլոց իրանցից լավ երևի ոչ մեկը չի լինի։ Ռուսացիներ, հայը չէր լինի, բանվում գոյություն չէր ունենա։ Եթե մենք Ռուսաստանից անջատվենք, կործանվենք։ Можно доверять России։ Այսպես մտածողները Հայաստանում մեծամասնություն են կազմում ռուսական քարոզչամեքենայի աշխատանքի, թե տարերով պետականությունից զրկված ժողովրդի օտարամոլության հետևանք է սա։ Ռուսամետը վախենում են այս թուրքեր, ադրբեջանցիները, այս բազան որ կա այստեղ Հայաստանում ռուսական, հենց են սա դրել։ Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը խոսելով Ռուսաստանի որպես ռազմավարական դաշնակցի մասին հղում է անում ՀԱՊԿ պայմանագրին, որը Հայաստանը ստորագրել է դեռևս 1992 թվականին եւ համոզմունք հայտնում, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից է։ Եթե որևէ ՀԱՊԿ անդամ երկրների որևէ երկրի հետ կապված ոտնձգության դեպքում ռազմական, ապա մյուս երկրները պարտավորում են որպեսզի աջակցեն, մասնակցեն, նաև պահպանեն անվտանգությունը։ Հիշեցնենք, ըստ պայմանագրի ՀԱՊԿ պարտավորվում է Հայաստանում նաև հասարակական կարգ պաշտպանել, իսկ թե ինչ է նշանակում ռուսական բանակի միջամտությունը պատերազմին կամ երկրի ներքին գործերին, Հայաստանն արդեն զգացել է։ Պատերազմի ընթացքում մինչև խորհրդային միության փլուզումը ռուսական զորքը բարբերաբար այսպես ասած տարբեր թերերում է եղել, մեկ փորձել է գործիք դառնալ ազերիների ցերքում, մեկ հայերի, բայց քանի որ կաշառելու գործում ազերիները ավելի հմուտ են եղել կան հայկական կողմը, նրանք այդ ընթացքում ավելի շատ ծառայել են ադրբեջանական կողմին։ Ռուսական քարոզչամեքենայի հոսանքներն ուղղակիորեն եւ անուղղակի կերպով Հայաստանին սպառնում էին Ղարաբաղի հարցով, իսկ երբ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունեց, ռուսները սկսեցին Թուրքիային եւ Ադրբեջանին մերձեցման ակնարկներ ուղարկել։ Օրինակ, մեկնաբան Մաքսիմ Շևչենկոն, ով Կրեմլի խոսափողի համբավ ունի, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում նմանօրինակ հայտարարություններ է արել։ Առեղծվածն այն է, որ առանց ռազմական միջամտության որոշ հարցեր հնարավոր չէ լուծել։ Ես կարծում եմ, որ Մաքսային միություն մտնելը կնպաստի նաև Ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Նախադրբեջանցիները պետք է հնարավորություն ստանան վերադառնալ Շուշի եւ այլ բնակավայրեր, եւ նաև 5 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Այս եւ սպառնալիք պարունակող այլ հայտարարություններ Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծեցին, եւ հենց այդ շրջանում կատարվեց Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունը այն մասին, որ Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում ռուսական բազան միջամտելու է։ Ավելի շատ փափուկ բարձ տնելու երևույթ ես կվերակրեի հրամանատարի հայտարարությունը։ Միաժամանակ պիտի հիշադակել, որ դա ընդամենը զինվորականի հայտարարություն է, այլ ոչ թե քաղաքական գործ չի, այսինքն այդ հայտարարության հետևում ոչ մի պատասխանատվություն չկա, այդ հրամանատարին վաղ ամիսով փոխելով այդ խնդիրը կլուծվի։ Ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ունի իր հաշվարկներն ու ակնկալիքները եւ բնականաբար Հայաստանը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ սեփական շահերը շատ հաճախ կարող են չհամընկնել կայսրության շահերի հետ։ Նայարան Ալբանդյան, Կարիկ Ազիպեկյան, Gala News։